Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գարի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։ Հիշեցնեմ, որ այս պաշտոնի համար առաջադրվել էր նաև Արթուր Հովհաննիսյանը։ Օրեր առաջ կուսակցության վարչության քննարկման և փակ գաղտնի քվեարկությամբ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուներ էին ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Փակ գաղտնի քվեարկություն ա եղել, քննարկում ա եղել։ Բայց պարոն Փաշինյան, ասում են այդ արդյունքների վրա ամեն դեպքում ազդեցություն է ունենում հենց ձեր որոշումը։ Բացառված է, ես որևէ տեխնացիան վերաբերյալ, որևէ կարծիք, որևէ տեղ չեմ հայտնել։ Քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել։ Այսինքն ոչ անձնական, ոչ կոնֆիդենցիալ, ոչ քննարկման ընթացքում որևէ տեխնացուի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել։ Փոխարենը Փաշինյանն իր կարծիքն է հայտնել Ալեն Սիմոնյանի ազգային ժողովից հեռանալու հայտարարության վերաբերյալ։ Նրա խոսքով իրադրությունն իր համար նոր է և նոր պետք է իր դիրքորոշումը ձևավորի։ Ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու ազգային ժողովի падգամավոր, դա նոր իրավիճակ է, կքննարկենք, հասկանանք։ Որևէ առաջարկ օրինակ ունեք, մտածում եք որտեղ։ Չեմ, ես էլ եմ ասում, ես այդ իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակեր, որ ես այն գլխից պատրաստվել եմ, պլանավորել եմ, դասավորել եմ։ Հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հեռանում է խորհրդարանից, չի պատրաստվում վերցնել մանդատը, բայց շարունակելու է ակտիվ քաղաքական գործիչ լինել, քաղաքականության էջը չի փակում։ Ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարներ, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք, եւ չեմ ուզում, որ դուք պաշտոնի հետ պայմանավորեք, որ դա, չգիտեմ, պատիժ էր, դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը և կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք, մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, որևիցե բան չեմ բացառում, բայց մի մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ նեղացվածությունը, տեսակ վարչության նիստին չգնաց, անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնաց։ Իսկ այս ամենին նախորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար։ Իսկ ֆոն դեր Լայենն ասել է, որ Հարավային Կովկասը նաև ավելի է մերձենում խաղաղության։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է 20 միլիոն եվրոյի խաղաղության աջակցող ծրագրի մասին, որը նպատակ ունի աջակցել սահմանամերձ համայնքներին։ Ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթի մասին, որը նվիրված կլինի փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն։ Մեր ֆինանսական գործընկերների հետ պատրաստ ենք տրամադրել ընդհուպ 2 միլիարդ եվրո ռազմավարական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ծրագրերի համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել և բազմազանեցնել ձեր առևտուրը։ Մենք առաջարկ ենք ներկայացնում ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ։ Դրանք կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն և 80% ձեր առևտուրը մեզ հետ այլևս սակագների ենթակա չի լինի։
Իսկ խորհրդարանում ընթանում է արտահերթ նստաշրջանը, քննարկում են ընտրական օրենսգրքում եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերը։ Իշխանության եւ ընդդիմության падգամավորների միջև սուր բանավեճ է ծավալվել, որը վերածվել է լեզվակռվի։ Լարված քննարկումից մի քանի հատված առանց մեկնաբանության։ Նախագծերի հիմնական նպատակն է համապետական ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման կարգում ամրագրել Հայաստանի Հանրապետության հետ քաղաքացու փաստացի, ստուգելի եւ շարունակական կապի չափանիշը։ Գործող կարգավորմամբ ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքը հիմնականում կապվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած լինելու հանգամանքների հետ։ Աշխատում եմ որևէ խոշոր Հայաստանում հարկ վճարող ընկերության պայմանականացեմ Մոսկվայի գրասենյակում եւ Հայաստանում 1 ամիս եմ լինում։ Մի խանգարեք։ Ինչ ուրախացած։ Կոնկրետ օրինակով ենք ցույց տալիս, թե ձեր նախագիծը ինչ բոբի կա։ Հիմա գալիս է քաղաքացին, այստեղ ասում է, գիտեք, քանի որ SS հանգամանքներում ով է որոշում այդ բացառությունների կարգը, երբ ձեր նախագծում բացառություն չկա։ Այսինքն դուք ամբողջությամբ դարձնում եք դա կամայական, ամեն Հայաստանի քաղաքացու ընտրական իրավունքի հարցը ոչ թե օրենքն է որոշում, այլ որևէ X գրասենյակում նստած որևէ մեկը փոխեք նախագիծ, ասեք ով ԿՊ-ին քվեարկում է իրավունք ունի քվեարկելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է. Արտերկից կգան մեր հայրենակիցները եւ մենք ունենանք туриզմի նոր տեսակ, ընտրական туриզմ։ Հիմա, այ որ տենց մտահոգություններ ունեիք, ռիսկեր էիք տեսնում, ինձ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի հետ առիթ եղել է քննարկել։ Այդ ոնց ա եղել, որ ինքը կարողացել է, այսինքն դուք կարողացել եք իրան համոզեք, որ ինքը սխալ է եղել, սխալ բաներ է ասել եւ հիմա կառավարության ներկայացուցիչը գալիս եւ ձեր ուրեմն առաջարկությանը կողմ եք քվեարկում։ Տիկին Ղազարյան, հիմնարար սխալ եք թույլ տալիս, երբ որ ասում եք տեղական ինքնակառավարման մարմնի։ Նախ տեղական ինքնակառավարման մասով Սահմանադրությունը նախատեսել է այդպիսի հնարավորություն։ Ազգային ժողովի ընտրությունների համար չկա այդ հնարավորություն նախատեսած։ Չգիտեմ ձեզ ով է այդ իրավական խորհրդատվությունը տվել։ Սա կատարյալ իրավական տեսակետից ներողություն բարձրանում, բայց ճշգրիտ պիտի գնահատեմ։ Անգրագիտություն է։ Եվ երկրորդը վիճակագրությունը այնց ստացվեց, որ Սահմանադրական դատարանում այս պահանջը ներկայացվեց։ Ես կհրապարակեմ վիճակագրությունը։ Բացարձակ կապ չունի ձեր կողմից նշվածի հետ։ Բացարձակ եւ կապ չունի մարդը ընտրելու համար է եկել, թե չէ։ Ձեր ասած մտահոգությունը բացարձակ, կրկնում եմ, կապ չունի Հայաստան այս ժամանակահատվածում այցելած քաղաքացիների թվերի հետ։ Տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել։ ԿՊ-ն իր վարչությունում որոշում է, որն է Հայաստան, որը չէ, որ գյուղերն են հայկական, որ գյուղերը հայկական չեն։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր չէ։ Ու եկել են այստեղ Կիկոսի մահ են բեմադրում։ Ինչ Հայաստանի բանակում ծառայության մասին եք խոսում, ինչ այլ պարտականությունից խուսափելու մասին եք խոսում, Հայաստանի քաղաքացիների մասին եք խոսում։ Դուք ուզում եք Հայաստանի քաղաքացիների մի մասին զրկել քվեարկելու իրավունքից։ Այն Հայաստանի քաղաքացին, ով պարտավորություն ունի բանակում ծառայելու, ով հարկ էր վճարում, այն Հայաստանի քաղաքացին, ով այստեղ ունի պարտավորություններ։ Դուք պարտավորությունների ծավալը իր չեք փոխում, բայց իրավունքները սահմանափակում եք։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Հայտարարության համաձայն հրաժարականի որոշման վրա ազդել են վերջին շրջանում իր անձի շուրջ ձևավորված անհիմն մեղադրանքներն ու արհեստական քննարկումները, որոնք նրա գնահատմամբ կարող էին վնասել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների եւ ազգային ժողովի հեղինակությանը։ Հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախի արցախահայության իրավունքների պաշտպանության կամ ազգային պայքարից։ Շարունակելու եմ ծառայել այդ նպատակներին նաև պաշտոնից դուրս։ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ կա իր հայրենիքի նկատմամբ իրավունք ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա վերադարձի պահանջ եւ քանի դեռ մեր զոհված հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է չհանձնվել։ Համոզված եմ, որ ազգային ժողովը եւ բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը անսասան մնալով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ ազգային նպատակների իրագործման ճանապարհին։
Գնդապետ Էդիկ Մալոյանին դատարանը կալանավորել է 2 ամսով, ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ եւ կան ձերբակալվածներ։ ABC մեդիայի տեղեկություններով ընտրությունից առաջ Մալոյանին հեռացրել էին Զորամասի հրամանատարի պաշտոնից ու ուղարկել պահեստազոր։ Իսկ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված։ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասել է, որ պաշտպանության կողմը բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։ Հիշեցնեմ, Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափի փողերի լվացման հոդվածներով։ Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ եւ Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները եւ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի օգուտ չի ստանում ՆԱՏՕ-ի համար կատարած իր ծախսերից։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ներկայում ավելի շատ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա, քան որևէ այլ երկիր, նրանց իսկ պաշտպանության համար, բայց ոչ մի օգուտ չի ստանում։ Անկարայում ՆԱՏՕ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-ից 8-ը։ Վաշինգտոնը նախկինում խստորեն քննադատել էր ՆԱՏՕ-ի մի քանի եվրոպական դաշնակիցների գործողությունները Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ժամանակ։ Իրանն ԱՄՆ-ին եւ Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից եւ սադրանքից Այաթոլլահ Ալի Խամենեի հրաժեշտի եւ հուղարկավորության օրերի։ Իրանի պետական հեռարձակողը հայտարարություն է տարածել եւ կոչ արել մտածել ցանկացած սպառնալիքի եւ ագրեսիայի նկատմամբ խիստ եւ ստապեցնող արձագանքի մասին։ Իսկ Դամասկոսում դատարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 4 մարդ եւս 11-ը տուժել։ Մանրամասները դեռ հայտնի չեն։ تفجير ضخم قوي جدا هناك العالم من النجوم بيقولوا متشافين قام هنا بوسنا Եվ վերջում եղանակի մասին կեսօրից հետո Երևանում եւ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերի եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։